Կառավարությունը փոփոխել է սուբվենցիոն ծրագրերի տրամադրման կարգում, թեմայի մասին ենք խոսելու տաղավարում, այստեղ է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Պարոն Խուդատյան, ինչ հիմնական փոփոխությունների մասին է խոսքը։ Նախ ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ պետական համաֆինանսավորման ծրագրերը, նույն ինքը սուբվենցիոն ծրագրերը մեր համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված ամենախոշոր ծրագրերն են եւ պայմանավորված են հանգամանքով, որ համայնքների սեփական եկամուտները վերջին տարիներին էական աճել են, նաև պայմանավորված եւ բուն սեփական եկամուտների հավաքագրման մասով եւ պետական բյուջեից տրվող դոտացիաների մասով մենք որոշել ենք, որ տոկոսային որոշակի վերանայումներ պետք է արվեն եւ կառավարությունը ել ավելի ընդգծի են աշխատանքները, որոնք առաջնահերթ է համարում համայնքների համար։ Որ ծրագրերի մասին է խոսքը, ինչ համամասնություն է այլևս գործելու։ Համամասնությունները նախ տարբեր են լինելու, կախված ծրագրի տեսակից, մեզ համար առաջնային, ուրեմն անհրաժեշտության ծրագրեր են շարունակվելու համարվել ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմանը, վերակառուցմանը, նորոգմանը ուղղված ծրագրերը, նաև ջրային ոլորտի ենթակառուցվածքներին, ընդ որում եւ խմելու եւ ոռոգման ջրի մասով։ Ամենաշահեկան ծրագրերը համայնքների տեսանկյունից դրանք ոռոգումը, խմելու ջուրը, նախադպրոցական ուսումնական շենքերի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգման ուղղված աշխատանքները, որտեղ պետական մասի համաֆինանսավորման տոկոսը ավանդաբար եղել է բարձր եւ հիմա էլ կշարունակվի բարձր մնալ։ Այս մասով արդեն համայնքները տեղեկացված են։ Համայնքները տեղեկացված են եւ դրան գումարած նաեւ որոշակի տեխնիկական փոփոխություններ են իրականացել, որոնք ավելի դյուրին են դարձնում աշխատանքը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների աշխատակազմի եւ համայնքի միջև։ Խոսքը առաջին հերթին վերաբերվում է նախնական հայտ հասկացությանը դուրս գալուց, երբ որ մենք նախկինում մինչև այս որոշման ընդունելը նախնական հայտ էինք ստանում համայնքներից, որից հետո նախնական գնահատում էր անցնում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, դրա մասին ծանոթվում էր համայնքը, որից հետո համայնքը արդեն վերջնական հայտ, որը նախատեսում էր նաեւ ուրեմն նախագծի արկայություն պարտադիր, եւ սա որոշակի ժամանակ են կրճատում առաջին։ Բավականին ժամանակ է ձգվում այս process-ի մեջ։ Ու շինարարություններ հետեւաբար ավելի շուտ կսկսեն։ Եվ հետեւաբար շինարարությունը սովորաբար ավելի ուշ էր սկսվում եւ հիմա մեր որոշումը հետեւյալի մասին է, որ նախնական հայտերը այլևս անհրաժեշտ չեն, անհրաժեշտ է հայտ, որը կպարունակի անպայման նախագիծ։ Դրա մասին համայնքները արդեն այս պահից սկսած ծանոթվել են, խոսքը վերաբերում է 2026 թվականից սկսվող սուբվենցիոն աշխատանքներին եւ արդեն մենք պլանավորում ենք, որ հենց նույն հաշվետու տարվա մեջ հայտը հաստատված կուղարկվի համայնք։ Ըստ էության կամաց շինարարական սեզոնը կարելի ասել մոտենում է ավարտին, ամփոփելով այս տարվա ընդհանուր սուբվենցիոն ծրագրերի ծավալային ցուցանիշները, ինչ արձանագրումներ կարող են կանել։ Երկու հիմնական ցուցանիշի կցանկանամ անդրադառնալ, առաջինը 2025 թվականի ընթացքում հաստատված հայտերն են, դրանք վերաբերվում են տարբեր ոլորտներ ընդգրկող ավելի քան 180 ծրագրի այս պահի դրությամբ եւ մենք պլանավորում ենք միջգերատեսչական հանձնաժողովի նիստ անել նաեւ այն հայտերի մասով, որոնցում դրամշակման անհրաժեշտություն կար եւ համայնքները դրամշակել եւ հիմա այս պահին ուղարկել են կամ առաջիկայում կուղարկեն նախարարություն։ Այստեղ եթե ֆինանսական գնահատական տանք, մենք այս տարի արդեն հաստատել ենք 96 միլիարդից ավել սուբվենցիոն ծրագրեր, որոնցում պետության համաֆինանսավորումը 50.1 միլիարդ դրամ է։ Եթե նայենք 50%-ից ավելի քան 50% միջին ասված ուրեմն մասով, որովհետև մենք ունենք ծրագրեր, որտեղ դա հասնում է մինչև 70%, իսկ կախված համայնքի ուրեմն աշխարհագրական դիրքից, մայրաքաղաքից, հեռավորությունից այս թիվը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Արդեն 2026-ի բյուջեն ըստ էության հստակ է, նա մյուս տարվա համար ինչ հատկացումներ են ծրագրված սուբվենցիաների համար։ Նախ կուզեմ ասել, որ մենք վերջին տարիներին հաստատված ծրագրերից, որոնց համար կատարողական է ներկայացվել 2025 թվականի ընթացքում, ավելի քան 15 միլիարդ դրամի ուրեմն համաֆինանսավորում ենք իրականացրել, որը այս սեզոնի համար բավական մեծ թիվ է։ Մենք պլանավորում ենք մինչև տարեվերջին այս թիվը շատ ավելի մեծացնել, որովհետև ավանդաբար ուրեմն շինարարական ընկերությունները կատարողականը ավելի շատ ներկայացնում են տարվա վերջին եւ այս առումով նոյեմբերը եւ դեկտեմբերը մեզ համար խիստ ծանրաբեռնված ուրեմն աշխատանքային ամիսներ են եւ այս թիվը էականորեն կաճի։ Մեր տրամադրվածությունը հետեւյալն է, կարողությունները, որոնք կարողանան կենտրոնացնել համայնքները եւ շինարարական կազմակերպությունները, կանեն աշխատանք, որի համար կներկայացնեն պատշաճ կատարողական, այդ բոլորի մասով անկախ այդ թվի մեծությունից իրենք վստահաբար կվճարվեն։ Այդ պատշաճ կատարողականները ինչպես են ստուգվում աշխատանքների որակային իմաստով, մարզպետարաններն են վերահսկողական աշխատանքներ անում, թե գուցե նախարարությունը այլ լծակներ ունի։ Մենք մի քանի ուրեմն վերահսկողական մեխանիզմներ ունենք, որոնցից նախնականը, բայց որը նաև
ամենակարևորն է, դա տեխնիկական հսկողի ինստիտուտի ճիշտ աշխատանքն է եւ պատվերը այդ աշխատանքի տալիս են համայնքները եւ հենց վերահսկողական առաջին եւ ամենակարևոր ուրեմն տեղը որտեղից սկսվում է դա տեխնիկական պատշաճ հսկողությունն է, որից հետո հսկողական գործառույթներ ունեն նաեւ համայնքը, մարզպետի աշխատակազմը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Հասկանալի է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ամբողջ ծավալը չի կարող միանգամից հսկել եւ առաջնային դերը համայնքներինն է։ Իսկ բնակիչները իմաստով ակտիվություն տեսնում եք որոշակիորեն փոփոխություններ գուցե այսպես մշակութային իմաստով խնդիրը տեսնել, արձանագրելու ու դրա մասին բարձրաձայնելու։ Վերահսկողական ամենակարևոր ինստիտուտը, որը օրենքով սահմանված գործառույթ ունի, բայց աչքի է ընկնում առավել սրտացավությամբ, դա մեր բնակիչներն են եւ բնակիչների հետ ուղիղ կապը ապահովելու նպատակով մենք այս ընթացքում մի քանի հավելվածներ ենք նաեւ ուրեմն գործարկել, կուզեմ խոսել վերջերս գործարկված տեսել եմ հավելվածի մասին, որը հնարավորություն է տալիս բնակիչներին ուղիղ կապ ապահովել համայնքի եւ նախարարության հետ։ Տրամաբանությունը հետեւյալն է, ոչ միայն շինարարական աշխատանքում առկա թերությունները, այլև ընդհանրապես առօրյայում հանդիպող են խնդիրները, որոնք վերաբերվում են համայնքին, մարզպետի աշխատակազմին կամ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտներին, քաղաքացին կարող է այդ ոլորտներում առկա խնդիրը տեսանկարահանել, ուղարկել հավելվածի միջոցով պատասխանատուին, որից հետո պատասխանատուները անպայման այդ խնդիրը կլուծեն եւ հետ ծանուցումով քաղաքացուն կիրազեկեն, որ իրենց բարձրացված խնդիրը լուծվել է։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տեսել եմ հավելվածը թե Android, թե iOS համակարգերում հասանելի է։